Դուք նկատեցիք, որ այստեղ իրականացվող ակցիայի ժամանակ 3 երիտասարդ Ուկրաինայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրամիության դրոշները պարզած մոտեցան։ Ես դա նկատեցի, Ինչի մասին, ինչու է։ դա ուզում էին իրանք պրովոկացիոն քայլ էին անում, ցույց տալու համար, որ մենք էլ իբր թե դրա համար ենք հավաքվել, բայց մենք իրանց ատվետը տվեցինք, հետո անընդհատ պրովոկացիան, որ հակառուսական դարձնեն Հայաստանը։ Քայլերը այնպեսին է, որ ասեմ, ջանա, ես որ եկել են եվրոպորնիկները, կներես ես սրանց հենց եմ անվանում։ Իրանց չի հետաքրքրում Հայաստանը, հավատացեք բառերիս, իրանք եկել են լուծեն, ես ոնց ասեմ, տարածաշրջանային հարցեր, Հայաստանը անջատեն Ռուսաստանից, ամեն գնով, սրանք եկել են Նիկոլին պատժերշկա տալու ընտրություններից առաջ, սրանք եկել են ստե լավ հաց ուտեն, լավ կայֆեր անեն, ցենտրա չէ հայկական հյուրասիրությունը, դե 15 միլիոն փող են տվել, արա դե ծախսեք էլի, հասկացանք, մի քիչը կգողանաք, մի քիչը ընտրություններին կդնեք, մնացածից էլ մեզ էլ ծախսեք, էլի հատկատ տվեք մեր կայֆերի համար։ Սրանք պետք է հեռանան, մենք մեր ակցիան չպետք է, ում ենք բողոքում։ 3 տարի դու ունես գերիներ, 3 տարի, անարդար բռնված մարդիկ, հասկանում ես, իրանք դաժե պատիվ չունեն, Ալիևին ասեն, տո այ համբալ, դու ոնց ես այս մարդկանց տերորիստներ անվանում, երբ որ մենք ունեինք Մինսկի խումբ, երբ որ այդ Մինսկի խմբում Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան էին, հասկանում ես, Եվրոմիությունից կազմված այդ խումբը։ Ես ուզում եմ մի հատ հասարակ բան ասել, մենք պետք է ազգովի կանգնենք ու սրանց բացատրենք, դուք Հայաստանում անելիք չունեք, դուք չունեք Հայաստանում անելիք, դուք այն ինչ որ արեցիք, կործանում եք մեր հայրենիքը, սկսած 18 թվականից, Արցախը հանձնեցիք, ձեր մեծ հովանու ներքո, Պրագա 22 թիվ հոկտեմբեր ամիս, էլ ինչ կարելի ասել։ Տեսեք, ձեզ համար ինչ խորհուրդ ունի Նիկոլ Փաշինյանի սրտիկը։ Իմ համար Նիկոլ Փաշինյանի լավ բառը այդ նշանակում է վատ։ Լրիվ հակառակ կողմը, լրիվ։ Այդ սրտիկը իմ համար ատում եմ ձեզ, հայ ժողովուրդ, ես ձեզ ոչնչացնելու եմ։ Հասկանում ես, այդ նշանակությունը ունի, ու նա տանում է դրան, որ հայ ժողովուրդը ոչնչանա։ Բայց ասում էր, սիրում եմ ձեզ, հպարտանում եմ ձեզնով։ Ջանա, Նիկոլ Փաշինյանը սեր հասկացողություն չունի, նա չի կարա սիրի։ Ոնց կարա ադրբեջանա-թուրքական օգտագործած ապահովիչը սիրի հային։ Ոնց կարա մարդը սիրի իր ազգը, երբ որ նա իր կնոջը չի սիրում։ Հասկանում եք, նա բարոյական օրենքներից զրկված մի հատ վիժված կա, որ ընկել է այս ազգի գլխին, ու այդպիսի վիժված այս 10 միլիոն հայ ազգի միջից գտան մեկին, ու այդ իր շարունակ կամանդին։